Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը նախաձեռնող խմբի այսօրվա ակցիան տեղեկատվական բնույթ ուներ։ Այդ նպատակով ազգային ժողովի շենքի մոտ նրանք բաժանվել էին երկու մասի, այդպիսով փորձելով հնարավորինս շատ մարդկանց ուշադրությունը հրավիրել բարձրացված խնդրին։ Գիտեք, բացա այդ կողմնակից, որ մարդ ասի, այո, ես ուզում եմ Հայաստանում օտարալեզու դպրոց բացվի սկզբունքորեն, չգիտեմ, 10-ից 1-ը կամ 2-ն էլ չեն։ Լեզվի մասին օրենքում հնարավոր փոփոխությունների մասին լայն հասարակությունը քիչ է տեղեկացված, որի հետևանքով թյուրընկալումները մեծ են, կարծում են ակցիայի մասնակիցները։ Նրանց ասելով լրատվամիջոցներով հիմնականում ներկայացվում է հակառակ տեսակետը, իսկ ազգային ժողովի շենքը բավականին հեռու է, ինչի հետևանքով իրենց ձայնը լսելի չէ։ Մեր ռեսուրսները, պաշարները պետք է խնայենք, ինչպես տեսնում եք, եթե մենք անգամ մեզ այստեղ պատրենք, բավական հեռու է շենքը, ուղիղ ազդեցության հնարավորություններ, գործիքներ մենք չունենք այստեղից։ Պատգամավորներին ուղղված նախաձեռնության անդամների կոչը դեռ ոչ մի արձագանք չի ստացել, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները այնքան ժամանակ, քանի դեռ խնդրին լուծում չի տրվել։ Նարին Էրիցյան, Սևա Գրիգորյան, IPF